Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը ազգությամբ հայ է զբաղեցնելու։ Ավելի քան 20 տարի Գլենդելի ոստիկանությունում անցնելով ծառայողական ամենատարբեր աստիճաններով Ռոբերտ Ուիլյամը ստանձնում է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։ Նոր ոստիկանապետի համար առաջնային խնդիրների թվում են քաղաքի անվտանգության ապահովումն ու ամենատարբեր համայնքների հետ մոտիկից աշխատանքը։ Ուրեմն այս աֆիսը ոստիկանապետի աֆիսն է, հələ որ չեմ տեղափոխվել, մի շաբաթից, երկու շաբաթից կդասավորենք, որ արդեն իմ ապրանքները բերեմ ստե։ 6 ամսվա ընթացքում, որ ժամանակավոր ոստիկանապետ էի, մտածել էի, որոշել էի, որ այս աթոռի մեջ չնստեմ, ուրեմն էսի իմ առաջին անգամն է նստում եմ այս աթոռին որպես ոստիկանապետ։ Առաջին անգամ Հայաշատ Գլենդել քաղաքի պատմության ընթացքում ոստիկանությունը գլխավորելու է հայ ազգի ոստիկանապետ Ռոբերտ Ուիլյամը։ Նրան այստեղ բոլորն են ճանաչում։ Հայտնի անուն է թե ոստիկանությունից ներս եւ թե դուրս։ Ավելի քան 2 տասնամյակ ծառայելով ոստիկանությունում Ռոբերտ Ուիլյամը անցել է ծառայողական բոլոր աստիճաններով եւ այժմ ստանձնում է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։ Իհարկե հպարտ եմ, որ դարել եմ առաջի հայ ոստիկանապետը Գլենդելում, ճիշտապես ես որ սկսել էի 17-18 տարեկան էի սկսեցի այստեղ, որ իմ նպատակը չէր որ հասնեի այս աստիճանին, որ համարյա 24 տարի արդեն ստեղ ծառայություն եմ անում, այս վերջերը, որ արդեն այդ դռները տեսա, որ կարող է բացվի իմ համար, իմ նպատակը չէր, որ միայն դառնայիմ առաջի հայ ոստիկանապետ, ավելի կարևոր, որ դառնայի ոստիկանապետ, որ կարող է գործանի, որ կարող է քաղաքը ապահով պահի։ Իհարկե, որ հայկական ազգանուն չունեմ, շատերը կասկածում են, թե ինչ ձևի հայ եմ, իմ հայրս ասորիա ու համ հայ է, մայրս հայ է, բայց մեր տան մեջ մենք մեծացել ենք միայն հայերեն ենք խոսացել, որ մանավանդ որ տեղափոխվեցինք Հայաստան, միայն հայերեն ենք խոսացել, ասորերենը չեմ սովորել։ Այս միջանցքով վստահ եմ ավելի քան 20 տարի ամեն օր գրեթե անցել եք այս տարածքով, այ հավատում եք, պատկերացնում եք, որ մեկ օր 20 ոստիկանների կողքը լինելու է ձեր նկարը 21-րդը։ Շատ հետաքրքիր հարց ես հարցնում, որովհետև ես ագին ստեղից անցել եմ հատուկ այս նկարներին չեմ նայել, բայց այս վերջերը ոնց որ ավելի շատ եմ կանգնում նայում այս նկարներին, որ գիտեմ, որ մի օր իմ նկարն էլ ստեղ կլինի։ Հավատացել եք։ Հավատացել ենք, այո։ Ավելի քան 500 աշխատակից, որից 270-ը ոստիկան, ավելի քան $150 միլիոն բյուջե։ Լոս Անջելեսի մեծությամբ 3-րդ ոստիկանությունը Գլենդելինն է։ Վերջապես ամենալրիվ responsibility-ն ընկնում է ոստիկանապետի վրան, վերջում որ քաղաքը ապահով պահի։ Իհարկե որ ուրիշ մարդիկներ կան, հրաժեջի կողմից ու տարբեր Գլենդել քաղաքի դեպարտամենտները, որ իրար հետ ենք աշխատում, որ քաղաքը ապահով պահենք, բայց վերջապես որ մի բան ալինում հատուկ ոստիկանապետի կամ ոստիկանություն բաժին, այդ responsibility-ն վերջում ընկնում է իմ ուսերին։ Ու ես պատրաստ եմ այդ responsibility-ին վերցնեմ, շատ ուրախ եմ, որ այդ responsibility-ին վերցնեմ, Գլենդելը Los Angeles County-ի 3-րդ ամենամեծ քաղաքն է ու ոստիկանությունն է։ Նրա նշանակումը ոչ միայն մասնագիտական ձեռքբերում է, այլև ոգեշնչող օրինակ հազարավոր հայ երիտասարդների համար, որ նվիրված աշխատանքի, հաստատակամության եւ ծառայության շնորհիվ հնարավոր է հասնել ամենաբարձր պատասխանատու պաշտոններին։ Իմ կարծիքով, որ երիտասարդները, մանավանդ հայ երիտասարդները, որ ինձ տենում են, ինձ գիտեն, որ իրանք ինձ ճանաչում են, քանից թե Ռոբերտ, ոչ թե ոստիկանապետ։ Եթե ինձ տենան Ռոբերտը, որ կարող է այս աստիճաններին հասնի, որ այդ դռները իմ համար բացվել է, ուրեմն իհարկե որ այդ դուրերը իրանց համար կա, որ իրանց համար էլ բացվի։ Ես կարծում եմ, որ երիտասարդները, որ ինձ տենում են, որ ինձ ճանաչում են, տեսնում են, որ փոքր ժամանակ սովորական տղա էի, մինչև հիմա էլ իմ կյանքի մեջ սովորական մարդ եմ։ Այդ աստիճանին, որ ինձ ճանաչում են, ես կարծում եմ իրանց համար էլ այդ նպատակը բացվում։ Նշանակումից անմիջապես հետո տված հարցազրույցում նորանշանակ ոստիկանապետը ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է դառնալ առաջին հայ ազգի ոստիկանապետը։ Այս կերպ
Նա ցանկանում է ճանապարհ հարթել ապագա սերունդների համար, որպեսզի ավելի շատ հայ երիտասարդներ ընտրեն հանրային ծառայության եւ իրավապահ համակարգի ուղին։ Ռոբերտ Ուիլյամի խոսքերով իր հաջողության ճանապարհին մեծ դեր է ունեցել Գլենդելի բազմազգ համայնքի աջակցությունը եւ որպես ոստիկանապետ շարունակելու է աշխատել քաղաքի բոլոր համայնքների հետ անվտանգության եւ բարեկեցության համար, անկախ նրանց ազգային կամ մշակութային պատկանելիությունից, ինչպես նաեւ անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի քաղաքի ոստիկանական համակարգը շարունակ բարելավի։ Ես ծնվել եմ Պարսկաստանում, փոքր ժամանակ ծնված ժամանակից հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան, ապրեցի Մասիս քաղաքում 1984 թվականից մինչև 90 թիվը, ուղղակի մի քիչ երկրաշարժից հետո ես այնտեղ էի, մանկապարտեզի դասարանն էի, որ երկրաշարժ եղավ, տեղափոխվեցինք Լոս Անջելես, ապրեցինք Գլենդել քաղաքում ու 8 տարեկանից 9 տարեկանից ես սաղ կյանքս ստեղ եմ ապրել Գլենդելում, որ հասա high school-ի տարիքին արդեն նպատակ ունեի, որ ես ուզում էի ոստիկան դառնայի, այդ ժամանակ ես մենակ մտածում էի, որ ոստիկան եմ դառնալու, այդ չէին պատկերացնում, որ այս աստիճանի կհասնեմ, շատ ուրախ եմ, որ ասեմ Գլենդելում եմ ապրում, շարունակում եմ Գլենդելում ապրում, իմ ընտանիքս, իմ երեխեքին այս քաղաքի մեջն եմ մեծացնում ու պահում, ես կարծում եմ, որ այդ decision-ները, որ ես պետք է մտածեմ, ոնց քաղաքին պետք է ապահով պահեմ, միայն բնակիչների համար չի, իմ ընտանիքի համար էլ է։ Նորանշանակ ոստիկանապետը բարձր է գնահատում Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը եւ հուսով է, որ առաջիկայում այն նոր թափով կզարգանա։ Դե ինչ, նոր ոստիկանապետի առաջին աշխատանքային օրը լի էր հարյուրավոր շնորհավորանքներով եւ բարեմաղթանքներով։ Առջևում խիստ զբաղված աշխատանքային գրաֆիկն ու քաղաքի անվտանգությանն առնչվող առաջին հրամաններն են։ Արմին Ամիրյան, US Armenia, Los Angeles։